Արդեն անհնար է հիմնվել միայն կադրային դոնորների ու հիվանդների հարազատների վրա, ասում է Յոլյան արյունաբանականի փոխտնօրենը։ Տարեցտարի է ավելանում արյան պահանջարկը, նաև կադրային դոնորների, եթե տարիներ առաջ առնվազն 5000 նվիրատու էր պետք, ապա այսօր 6-7 000։ Մի քանի կոմպոնենտ կա այստեղ, նախ այո, բուժառուների թիվն է ավելանում, երկրորդը բուժման տակտիկաներն են փոխվել եւ երրորդը այսօր արյան փոխներարկումը ավելի անվտանգ է դարձել։ Առաջ որոշակի բարդություններ են լինում հետփոխներարկման ռեակցիաներ եւ շատ բժիշկներ խուսափում էին արյան փոխներարկելուց, միայն կյանքի խիստ ցուցումով էին գնում այդ քայլին։ Այսօր որակը բարձրացնելու հետ կապված արյան փոխներարկումը գրեթե անվտանգ է դարձել եւ շատ բժիշկներ արդեն դիմում են այդ քայլին, որպեսզի մի 2-3 օր շուտ հիվանդին ոտքի կանգնացնեն եւ այդ ամենը իրար հետ բերում է պահանջարկի ավելացման։ Ու որպեսզի իր հերթին մի բան էլ բարձրացված պահանջարկը հնարավոր լինի ինչ-որ չափ մեղմել, մասնագետներն ուսումնասիրեցին միջազգային փորձը ու եկան եզրահանգման, որ մեզ դոնորության մշակույթ է պետք։ Յուրաքանչյուր քաղաքացի իր պարտքը համարի ժամանակ առ ժամանակ արյուն հանձնել, չսպասելով արտակարգ իրավիճակի։ Մշակել են արյունատվության արշավ եւ Երևանի եւ մարզերի համար, անձամբ են գնում արյան հետևից։ Նախկինում ավելի պատկերացումները ավելի սահմանափակ էին եւ հիվանդությունների վերաբերյալ եւ արյունատվության վերաբերյալ, հիմա մարդիկ ավելի ինֆորմացված են, ավելի շատ ինֆորմացիա ունեն հիվանդությունների մասին եւ դրանց բուժման կոմպոնենտում ներառվում են նաեւ արյան ներարկումները, դա մի նյութ է, որը չի կարող արտադրվել կամ ստեղծվել բուն, մարդիկ պետք է հանձնեն, որպեսզի հիվանդներն էլ կարողանան այդ արյունները ստանալ եւ հասնել մեր բուժման ցանկալի արդյունքին։ Եվ կարծում եմ վերջի տարիներին որոշ չափով կա դրական դինամիկա մարդկանց պատկերացումներում արյունատվության առումով։ Բայց դեռ աշխատելու տեղ շատ կա։ Հայաստանի 10 մարզերից ուղիղ կեսում 5-ում հիմա կա արյան հավաքագրման մշտական կայան։ Շրջիկ խմբերով փորձում են նաև մյուս 5-ն ակտիվացնել, թեպետ արյան հավաքագրման յուրաքանչյուր ակցիա միայն 1-2 օրվա խնդիր է լուծում։ Վաղն ի դեպ էջմիածնում են նրանք լինելու, համայնքային ու ուժային որոշ կառույցներն արդեն հայտնել են, գնալու են արյուն հանձնեն։ Նրանց կարող է միանալ յուրաքանչյուր քաղաքացի, եթե իհարկե մտքով եւ առողջությամբ պատրաստ է դոնորության։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։